Բարի ողջություն եմ ցանկանում ժողովուրդ հայ ազգին, կոնկրետ հայ ազգին բարի ողջություն եմ ցանկանում։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, երեք ուզում էի մի հատ էֆիր, այսինքն էֆիրը որն է, երեք նայում էի Պապիկյան Սուրենի հարցազրույցի ընթացքում մոտս հարց ծագեց, փորձեցի ինչ-որ մի ձևով, դե ուրիշ հնարավորություն չկար, դաժե լրագրողներից մեկին զանգեցի ու խնդրում էի, որ մի հատ հնարավորություն տա, ես հարց ուղղեմ Սուրեն Պապիկյանին, բայց չստացվեց, դրա համար որոշեցի այս ֆորմատով այդ հարցս, որպես տեսաձայնագրված հարց ուղղեմ Սուրեն Պապիկյանին, բայց մինչև հարցիս հասնելը, քանի որ այսօր արդեն առավոտից տարբեր իրադարձություններ եղավ ու առաջինը անպայման կուզեմ հիշատակեմ, որ այսօր էլի ժամկետային զինծառայող է մահացել զոհվել սահմանում, համբերություն եմ մաղթում իր հարազատներին, քանի որ ինքս ունեմ նման ցավ, այդ երեխու ծնողներին, հարազատներին անսահման համբերություն եմ ձեզի ցանկանում, ուրիշ բան այս պահին ես ձեզ չեմ կարող ասեմ, քանի որ վիշտը շատ մեծ է, բայց նաև ունենք մի նորություն էլ, որը որ էլի չենք կարա չասենք, այսօր մեր 4 ռազմագերի գալիս է, գիտեք, համացանցում տարածված է, նորություն չեմ ասում, 4 ռազմագերի գալիս են իրենց տուն, իրանց գալը բարի լինի, իրանց հարազատների աշկն էլ լույսը լինի, դնում եք ինչ հետաքրքիր բանակյանքը, մի մարդուն համբերություն եմ մաղթում, մյուս մարդուն էլ ասում եմ իրանց բոլորի աշկը լույսը լինի, իրանց երեխեքը եկան, ասան իրանց տուն, կգան կհասնեն իրանց տուն ճանապարհին են, երևի արդեն հասած կլեն, արդեն հարազատ, ինչևից է, իրանց հարազատների աշկը լույսը լինի, տարոցն էլ մեզ լինի, մեր բալեքին լինի, քանի որ էդ էլ ունեմ, թող տարոցը մեր բալեքին լինի, թող մի գեղեցիկ, մի լավ օրել, մենք էլ իրար տենանք, մեզ էլ մի բարի խաբար անեն, ասեն աշկներդ լույսը լինի, ձեր բալեն էլ է տուն գալի, բայց հիմա հասնեմ հարցիս, էլի, շատ հետաքրքիր երեք մամուլի ասուլից էր անում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, լավ բաներ էր ասում, հետաքրքիր բաներ էր ասում, տեսեք այսօր շատ կորեկտ, ոչ մի ավելորդ բառ չեմ ասելու, ոչ մի ինչ-որ, հիմա բայց սենց մի հատ հարց, պարոն Պապիկյան, նայեք, առաջի անգամ ես իրան պարոն Պապիկյանով եմ դիմում, այդ որ ասում ես, հիմա ես պետական գաղտնիք չեմ հայտարարել, որտեղ երեք դու ես այդ թվերն ասել, ինչ-որ մի միլիարդով, մի միլիոնով, իշխանով, միլիոն դոլարով ավելցել է բանի պաշտպանության նախարարության, ասենք, ծախսերը ռազմարդյունաբերության, չգիտեմ ինչ եւ այլ, էս ենք առել, ֆլան ֆստան, ասի, լիքը բան ասի, լավ, մանադեց, բայց, մի հատ մեծ բայց կա, որը ոնց որ ոչ մեկը էլի չի խրատվե, հաշվի չի առնում, ուրեմն այդ սաղ ինչ առել եք, ինչ չեք առել, այդ դրա մասին չեմ ասում, բայց ինչ էլ որ առել եք, ուրեմն դրա նախ այդ ձեր ասած այդ մի միլիոնով ավելացած էդի ծիծաղալու փող եք էլի ասում, այսինքն եթե համեմատական զուգահեռներ անենք ձեր պարգևավճարների հետ, որ ինչ քանակությամբ եք դուք ստանում, ուրեմն պետք է պետության այդ բանակի վրա էլ այդ ձեր ծախսածի քառապատիկը այդ տրամաբանականով որ էտանք պետք է բանակի վրա դրա քառապատիկը, լավ հիմա ինչքան ծախսել եք, կոպեկի արժեք չունի, Սուրեն Պապիկյան,
քեզ ասում եմ խի։ Քանի որ 44 օրյա պատերազմը մենք ոչ թե պարտվեցին մեր տղեկը, նախ իրանք ընդհանրապես պարտված չեն, բայց մենք Հայաստանս ոչ թե պարտվեցինք, պարոն Պապիկյան, պարտվեցինք, այսինքն պարտվեցինք մի պարզ պատճառով, դավաճանության պատճառով, ու դուք սաղը պիտի լավ գիտեք, ճիշտ է, այդ ինես չի, որ ես նորություն եմ ասում, ոչ մեկը կուրսի չէիք, անգամ Մասիվի եկեղեցու Բաքում Իրան Խաչատրյանին ես որ հանդիպեցի, ասեցի ինչի պատերազմը պարտվեցինք, հենց ինքն էլ ասեց դավաճանության, այսինքն ոչ մեկի համար գաղտնի չի, որ մենք ունեցել ենք շատ լուրջ, շատ զիկ աշխատող դավաճանական մատ համակարգ, որի հենց պատճառն է լավ, հենց իրանց դավաճանության պատճառը եղավ, որ մեր տղեկը պարտվեցին, մենք պարտվեցինք, մեր տղեկը չէ, ներողություն, ախպերներ, դուք հաղթած եք միշտ, մենք պարտվեցինք, դավաճանների շնորհիվ, հիմա ասում է вопрос знатокам, Պապիկյան Սուրեն, կարաք ձեր նախարարական մակարդակով ինձ երաշխավորեք, որ այսօրվա դրությամբ, այս պահի դրությամբ, պաշտպանության նախարարությունում կամ ընդհանրապես մեր զորամիավորումներում առավել ևս բարձրաստիճան պաշտոնյաների շարքում դավաճաններ չունեք։ Խի եմ ասում, Աստված միար ասցե, եթե նորից պատերազմ սկսի, ինչ որ առնեք, կոպեկի արժեք չունի, դրա համար եմ ասում, որտեվ դավաճանները էլի սաղ դավաճանելու են, բայց սաղ էլի 5 րոպեվա մեջ վարի է թա։ Ոնց որ 44 օրյայի դավաճանության հետևանքով 15 րոպեում Շուշիի հոպը վարի տվին։ Ով կար ասի տես չէ, անձամբ եմ գնացել, տեղանքը ծախ տեսել եմ, սաղ գիտեմ, մարդկանց հետ խոսացել եմ, ոնց են հերթով, մեր հոպը եկատ իրար հետևից ճպճպալով 15 րոպեվա մեջ վարի գնացել, բայց որդից գիտեին, ոնց դավաճանություն, ցավները տանեմ, ժողովուրդ ջան, պարզ հասարակ դավաճանություն։ Հիմա ես ուզում եմ Սուրեն Պապիկյանը ինձ պատասխանի, ես համոզված եմ, որ ես եթեր իրան կտանեմ, ոնց էլ չլնի, կդնեն, կլսի։ Հարակ երաշխավորեք ինձ, որ այսօր Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաների մեջ են դաժե հնուց դավաճաններ չկան։ Զարանի ասեմ, մի տանջվեք, չեք կարա, որտեվ ես գիտեմ, որ կան։ Բայց դե մեկը ասեմ, չասեմ, հաշիվ չկա։ 4-5 տարի առաջվանից Բերանս օղու ճող կդրավ ասելով տարբեր տեղեր, որ Արուստամյան Կարենը դավաճանա գեներալ։ Ինչ արիք։ Ենքան ճլիկ, վերջում մինչև ջոգիկ քնչակա կոմիտեն է, որ 24-7 գրաֆիկով աշխատում է։ Մինչև ջոգիկ, որ Արուստամյանը հանցագործա, Արուստամյանն ուրա, Արուստամյանը չկա, Արուստամյանը թռած է։ Հիմա մեկա, ինչ էլ ասեմ, միևնույնն է, դուք չեք ընդունելու էդի, որպես, որ Արսենն ասում է, որ էսի դավաճան է։ Մեկը չեք լսելու, դրա համար էլ Արսենն էլ չի ասում, մտածում եմ, դե հետք է պարզ մաքուր չեսնի տաղեք եք, այդ հերթով նա եկել է ձեր կողու կշտի գեներալները սուտի, ով հետ է ինչ տալիք առնելիք ունեցե, ով հետ է ինչ ձև ինգերություն արե, կարող է միամիտ դուք էլ մի քիչ սես ուղեղները աշխցնեք ջոգեք, ով է։ Так что
Պապիկյան Սուրեն, գիտես, երբ կարաս հելնես տես մի հատ դուխով մամուլի ասուլիս անես, երբ որ առաջի հերթին պաշտպանության նախարարության համակարգը դավաճաններից մաքրես, այդ օրը կարաս արխային դուխով կարևորը ելնես ու ասես, որ այսօր պաշտպանության նախարարությունը հասել է այս արդյունքների, այդ վաղտ կարաս ասես, դե գործ արեք, մաքրեք հլը ձեր համակարգը, հետո հելեք ասեք, ես ենք արել, ինչ եք արել, ինչ եք արել, եթե այսօր քո մոտ զինվոր ազգովում, երեկվա քո խոսքը այսօր ինչ կապեկի արժեք ունի, չունի, համար ասում է ժողովրդական խոսք է, ասում է ջուրը չտեսած բոբլիկցել եք արդեն տնաշններ, բայց դե տես չի մնալու, լավ հիշեք, ով իմանա չիմանա, մենք հո գիտենք, էդի արդեն հերիք է, պրոստը ձեր իմանալու համար եմ ասում, որ գոնե դուք եք մեկ հելնեք խոսալուց, գոնե մի բան խոսակ, գոնե մարդիկ այսքան կես գրամ բան հավատան, ձեր օգտիտ եմ խոսում, պատկերացնում եք, ես խոսում եմ ձեր օգտին, ինչ ասեմ ժողովուրդ ջան, սահմանափակեմ, ինձ թվում է այս խոսքս կեթակը հասնի, կարող է մի օր մի հատ խեր խաբար լսենք, իմանանք Արսենի խորհուրդը լսեցին, Արսենի խորհուրդը լսեցին, փորփրեցին, մեկ է ջոկին, որ արա այս պնեի շենքի մեջ ինչքան կռիզ կա, այդ կռիզները վաղը մյուս օրը, նիդայ բոգ, աստված չանի, աստված միան ասե պատերազմ լինի, բայց որ եղավ, ոնց որ 44 օրյան են ծախե, ես էլ կծախեն, կես գրամ կասկած չունենակ, так что առաջի հերթին մի հատ այդ աբրանքը հավաքեք թափեք դուս, նրանք աբրանք են, ովքեր որ արդեն ծախվում են, եթե նրանք արդեն նրանց կարելի առնել, նրանք արդեն աբրանք են բաժիզնի, մի հատ առաջի հերթին այդ աբրանքը մեջից մաքրեք այդ զիբիլ, այդ աղբը, նոր հետո խոսանք տնանք, ինչի եք հասել, ինչ արդյունքների եք հասել բնել, ժողովուրդը մինչև հիմա, մինչև առեսօր, ինչքան էլ ուզում է, ինչ ուզում է լինի, մլիցեքին կարող ատի, սրանց ածեին ատի, բետերին արեմ, բայց մեկ է զինվորի հագուստը որ տենում է, հարգանքով է վերաբերվում, այդ մի հասարակ բանը գոնե հասկացեք, որ հլը մարդկանց մեջ ձեր զինվորականների, ճիշտ է, դու զինվորական չես, ես էսի որ ասում եմ զինվորականներ քեզ չեմ ասում, են մնացած կողի կշտի զինվորականներին եմ ասում, որ նենց հարեք ես մարդկանց մեջ ես վերջին մի հատ են, որ գոնե մի քիչ նայում են ձեզի հարգանքով, էդ էլ չվերացնեք, պարոնայք սպաներ, լավ մնացեք, ձեզ անփորձանք ծառայություն եմ մաղթում, ոստերում կայնած տղեկին եմ առաջին իրանց էդի մաղթում, անփորձանք եղեք, բարի լուսաբաց լինի սաղիդ, ձեր ցաղից ցավը տանեմ, լավ մնացեք։